Ինչու ոչ լիզինգ, այլ ռենտինգ։ Լիզինգի պարագայում հաճախորդը տալիս է կանխավճար, ունենում է հավելյալ վճարումներ։ Բացի դրանից ավելանում է իր վարկային բեռը։ Այսինքն լիզինգի վարկի պարագայում կազմակերպությունը այն վարկային լիմիտը, որը ունի ու կարող է օգտագործել իր բիզնեսի զարգացման վրա, օգտագործում է ավտոմեքենա ձեռք բերելու վրա։ Շատ լավ, իսկ ավելի մանրամասն կներկայացնենք ռենտինգի առավելությունները։ Ռենտինգի առավելություններից գլխավորը այն է, որ ավտոմեքենա ձեռք բերելուց ստիպված չեք լինում գումար սառացնել ավտոմեքենայի տեսքով։ Ունենում եք համահարթեցված ծախս պայմանագրի գործունեության ողջ ընթացքում։ Վթարի դեպքում կարողանում եք հեշտությամբ փոխարինել ավտոմեքենան եւ շարունակել ձեր գործունեությունը։ Դուք չեք զբաղվում դետալների եւ վարպետների փնտրտուքով։ Այդ ողջ հոգսը մնում է մեր վրա։ Լավ, իսկ հաշվապահական եւ հարկային տեսանկյունից ռենտինգը ինչ առավելություններ ունի։ Տես մասիշն։ Հաշվապահական տեսանկյունից կան բազմաթիվ ծախսեր, որոնք փաստացի ընկերությունը կատարում է, բայց չի կարողանում նվազեցնել իր հարկերից, չի կարողանում ներկայացնել որպես ծախս։ Ռենտինգի պարագայում մեր ներկայացրած հաշվի ողջ գումարը դու անմիջականորեն կարողանում ես ծախսագրել։